Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տարածաշրջանային եւ միջազգային օրակարգին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել են մի շարք ուղղություններով ակտիվացնել երկկողմ գործակցությունը։ Ավելի ուշ Մակրոնը հայերենով գրառում է կատարել, որում հայտնել է, թե վերահաստատել է իրենց աջակցությունը Փաշինյանի խիզախ ջանքերին Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Եվրոմեդիա 24 լրատվականը թեմայի շուրջ զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Ինձ թվում է ամեն ինչ ակնհայտ է, շատ բարձ է, բազմիցս ասվել է, որ Հայաստանի գործող իշխանությունը աշխարհի քաղաքական վեկտոր է փոխում։ Եվ այդ վեկտոր փոխելը ինքը հեշտ գործ չի, դա ակին աշխատանք պետք է կատարվի։ Եվ դրա մեջ մտնում են նաև ստրատեգիական օբյեկտները, այսինքն որոնք ռուսական կապիտալի տակ են գտնվում եւ օբյեկտիվորեն որտեղ ռեգիոնները մենք Ռուսաստանից է գալի, գազը եւ այլն։ Հիմա այդ ամեն ինչը պետք է շրջել դեպի արևմուտք Թուրքիա, որտեղ արևմուտքում մեր գտնվում է Թուրքիայի ճանապարհ չկա։ Հիմա Եվրոմիությունը, նաև Ֆրանսիան եւ մյուսը Մակրոնը քաջալերում են։ Այլ եկեղեցու դեմ ուղղված այս քաղաքականությունը նույնպես է տրամաբանության մեջ դիտելն է Սամվել Կարապետյանի։ Մակրոնը ասում է ապրես, ճիշտ սիբերած ճիշտ ուղղությամբ է, սա է կատարում, ինչ կան հասկանալու։ Եկեղեցու մասին խոսեցիք, սա ինչպես կարող է եկեղեցուն վնասել հերթական անգամ, որովհետև մենք օրերս ականատես եղանք, որ աննախադեպ քանակով ուժայիններ ներխուժել էին Մայրաթոր եւ անգամ բախումներ եղան։ Այս հեռախոսազրույցը ինչպես կարող է եկեղեցու վրա ազդել հերթական անգամ։ Ինչ ազդեցություն կունենա։ Կարող է ազդել այնքան, որտեղ այստեղ մարդի իրավունքներ կան, այստեղ սկզբունքներ կան, որ եկեղեցի եւ պետությունը տարանջատված են եւ Մակրոնը որպես Եվրոպայի քաղաքական ներկայացուցիչ լիդերության հավակնություն ունեցող ինքը հայտարարել որ որևէ խնդիր չկա, այսինքն այն կազմակերպությունները Եվրոխորհուրդ, Եվրոմիություն, ԵԱՀԿ եւ այլն գործող իշխանությունը չեն դատապարտի մարդու իրավունքների վերահսկողությունները խախտելու համար, այսինքն ասում են որ կուտերքել ազատ է, կարելի է սանել եկեղեցու հետ ինչ որ ցանկանունս։